Մարդկանց բաժանելով մենք կարող ենք ստիպել նրանց ծախսել իրենց էներգիան, պայքարելու հարցերի համար, որոնք մեզ համար ոչ մի նշանակություն չունեն, բացի ընդհանուր հոտի ուսուցիչների համար։ Ջոն Փիփտոն Մորգան։ Եթե հունիսի 7-ին հաղթի իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ նրա առավելությունը լինի փոքր 1, 2, 3%, ապա իմացեք, որ դրան կլինի պարզ բացատրություն։ Եվ դա կախված չէ քաղաքացիական պայմանագրի, զվարճալի ու եգիպտացորենային թեզերից։ Հայաստանում բնակչությունը 3 միլիոն է, բայց ինչու ընտրություններին մասնակցում են այդքան շատ կուսակցություններ։ Խոսքի ազատություն եւ ժողովրդավարություն ձեզ թվաց։ Այսօր մենք առանձնացնելու ենք 6 կուսակցություն, որոնց ներկայությունը խորհրդարանական մրցավազքում չի լուծում հաղթանակի խնդիր, այլ միայն ուժեղացնում եւ ամրապնդում է իշխող կուսակցությունը սփոյլերի էֆեկտի շնորհիվ։ Սփոյլերը քաղաքականության մեջ այն կուսակցության ուղեկիցն է, որը խիստ չի հակադրվում հիմնական կուսակցության գծին եւ որի նպատակը իշխանությանը օգնելն է կամ ընդդիմության ձայները ցրելը։ Սովորաբար նման դերերի համար ընտրում են կամ բացահայտ անպատիվ մարդկանց, կամ նախկին ու ներկայիս իշխանության ներկայացուցիչների, որոնք դա դիտարկում են որպես զուտ բիզնես գործընթաց։ Այս դեպքում մենք ընտրել ենք 6 քաղաքական ուժ, որոնք չեն անցնելու խորհրդարան, բայց իրենց ձայների հաշվին կավելացնեն իշխող կուսակցության մանդատների տոկոսը հաշվարկի ժամանակ։ Դոնթի համակարգը գործում է այսպես. եթե դու չես անցնում խորհրդարան, ապա քո ձայները բաշխվում են համամասնորեն, եւ ամենաշատը ստանում է հնարավոր իշխող կուսակցությունը։ Այսպիսով սկսենք։ Ընտրական ցուցակի թիվ 2-ը բոլորին դեմ են կուսակցությունը։ Զվարճալի եւ երիտասարդական ընկերության հետևում, որը նպատակ ունի ներգրավել բողոքական երիտասարդությանը կամ մարդկանց, ովքեր էմոցիոնալ կերպով կընտրեն այս հումորային ուժը, կարծես թե ոչ մի վտանգ չկա։ Երիտասարդ ՏՏ մասնագետներ Արամ Քոչարյանն ու Սպարտակ Քյուրեղյանը մինչ այժմ քաղաքական ակտիվությամբ չեն աչքի ընկել եւ իրենց ծառացույց դերը հեշտությամբ են կատարում։ Նրանց քարոզչությունը հաճախ հասնում է աբսուրդի եւ ընդհանուր առմամբ փորձում է ընտրությունները դարձնել անիմաստ ու ծիծաղելի, ինչը հեռացնում է սովորական ընտրողին։ Բոլորն էլ այնտեղ կլոուններ են։ Բայց նույնիսկ դրա հետևում, ըստ հեղինակների, կա թաքնված դերակատար, քանի որ ցածր մասնակցությունը իշխող կուսակցության համար ցանկալի է։ Կուսակցության թաքնված հիմնական անդամներից մեկը, որը այնքան էլ հրապարակային չի մասնակցում, Հակոբ Աբրահամյանն է, շատ հետաքրքիր կենսագրությամբ մարդ։ Կարելի է հավատալ ընդդիմությանը այն մարդու, ով երկար տարիներ եղել է վարչապետի օգնական եւ լուռ հեռացել է պաշտոնից իր ցանկությամբ։ Մեր աղբյուրների համաձայն նրա եւ Արայիկ Հարությունյանի միջև կա ակտիվ կապ, որը հենց դարձել է սփոյլերի հիմք։ Այդ սփոյլերը վերցնում է անորոշ երիտասարդ ընտրողների ձայները եւ նվազեցնում մասնակցությունը սարդ մարդու աբսուրդի միջոցով։ Իմացիր, ում ես ընտրում։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցություն։ Նման հայրենասիրական եւ բարդ անվանում ունեցող կուսակցություն կարող էին հորինել միայն ըստ հեղինակների ծայրահեղ անպատասխանատու մարդիկ։ Կուսակցությունը ստեղծվել է Սարգսյան եղբայրների կողմից, երկու գործարարների, ովքեր զբաղվել են Աֆրիկայում մաքսանենգությամբ, թմրանյութերով, փաստաթղթերի կեղծմամբ, ինչպես նաև Կենիայի բարձր պաշտոնյաների կոռուպցիայով։ Նրանց դեմ դեռևս կան հնարավոր մեղադրանքներ, ուստի կուսակցությունը, ըստ հեղինակների, ստեղծվել է իրավիճակային նպատակով օգնելու քաղաքացիական պայմանագրին եւ վերցնելու հայրենասիրական ընտրազանգվածը, որպեսզի նրանք հետո կարողանան վերադառնալ Աֆրիկա գործարարությամբ զբաղվելու։ Իմացիր, ում ես ընտրում։ Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ Արտաքույց թվում է լավ մասնագետ եւ քաղաքագետ է, սակայն իր կենսագրության մեջ, ըստ հեղինակների, թաքցրել է այն փաստը, որ աշխատել է բարձր տեխնոլոգիաների նախարարությունում եւ սերտ կապեր ունի Հակոբ Արշակյանի եւ Մխիթար Հայրապետյանի հետ։ Նա հաճախ է մասնակցում միջոցառումների այլ սփոյլեր Արամ Սարգսյանի հետ եւ կիսում է ընդգծված արևմտամետ դիրքորոշ։ Հեղինակների կարծիքով ամենազավեշտալին այն է, որ նրա հիմնական աջակցող բլոգերների մեջ կա Հայկ Հովակիմյանը, որը հրապարակայինորեն հակառուսական դիրքորոշում ունի։
բայց Ռուսաստանում ունի իրավաբանական անձիկ, իսկ նրա եղբայրը ըստ պնդումների կապված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի ֆինանսական ոսկերի հետ, որպես Freedom Armenia-ի ղեկավար, որը ըստ հեղինակների մասնակցում է նաեւ պատժամիջոցների շրջանցման գործընթացների։ Իմացիր ում ես ընտրում։ Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս կուսակցությունը ըստ տեքստի աջակցում է իշխող կուսակցությանը գրեթե բոլոր հարցերում եւ դրա դիմաց ստանում տարբեր նախագծեր ու տնտեսական արտոնություններ։ Նշվում է, որ նրանք ստանում են խոշոր շինարարական նախագծեր, բիզնես հնարավորություններ եւ պետական մակարդակի աջակցություն տարբեր ոլորտներում։ Հեղինակների գնահատմամբ սա իշխանությանը հավատարիմ քաղաքական ուժ է, որը գործում է որպես համակարգի մաս։ Իմացիր ում ես ընտրում։ Հանուն Հանրապետության Արման Բաբաջանյան, նախկինում դատապարտված, հետո ընդգծված Եվրոպամետ դիրքորոշում ունեցող գործիչ։ Ըստ հեղինակների, նրա կենսագրությունը հարմար է բոլոր այն քաղաքական թեմաների համար, որտեղ պետք է կուշտ քննադատել բանակը, եկեղեցին եւ նախկին իշխանություններին։ Դա ներկայացվում է որպես այն ուժը, որը պատրաստ է ցանկացած քայլի գործող իշխանության օգտին։ Իմացիր ում ես ընտրում։ Քրիստոնյա ժողովրդավարական Լևոն Շիրինյանի կուսակցություն։ Հեղինակները նշում են, որ նա երկար տարիներ հանդես է եկել որպես փորձագետ եւ մեկնաբան, սակայն հաճախ պաշտպանել է իշխանական դիրքորոշումները։ Նրա կուսակցությունը ըստ նրանց աշխատում է պահպանողական ընտրազանգվածի հետ եւ վերցնում է այն ձայները, որոնք հակառակ դեպքում կարող են գնալ իրական ընդդիմության։ Իմացիր ում ես ընտրում։ Հետո, երբ ընտրություններից հետո կտեսնեք, թե ինչպես է խորհրդարանում կրկին մեծամասնություն կազմում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա ներկայացուցիչները խոսում են կոռուպցիայի բացակայության ու Ադրբեջանի հանդեպ սիրո մասին, հիշեք այն, ինչ ասվեց այստեղ։ Հիշեք, որ լրացուցիչ մանդատները կարող են ձևավորվել հենց այս ուժերի ձայների հաշվին։ Այդ ձայները, որոնք չանցան անցողջեմը, բայց հաշվարկի համակարգի միջոցով վերադասավորվեցին եւ ազդեցություն ունեցան վերջնական պաշտպան վրա։ Ու հենց այդպես է ձևավորվում քաղաքական վերջնական պատկերը։ Ոչ միայն նրանց միջոցով, ում ընտրում են, այլ նաեւ նրանց միջոցով, ովքեր մասնակցում են, բայց չեն անց։ Երբ տեսնեք խորհրդարանում նստած դեմքերը, հիշեք, նրանցից որոշները այնտեղ են ոչ միայն իրենց ընտրողների, այլ նաև համակարգի հաշվարկի շնորհիվ։